Այդ դղա վարդ, հա, որ զանգում եմ քիչ ես պատասխանում։ Մտա ձեր օֆիս մարդ չկար։ Հասկացանք դու շին հրապարակում ես, բարգամ ուրա։ Ոնց էր կորչի գալի։ Հետո բան եղած չլինի տնաշ։ Լավ, ապրես, գնա կպի գործերիդ։ Արգամ։ Բարի օր։ Բարև Դավիթ ջան։ Սպապան ուր է բա։ Չգիտեմ, դուրս է եկել ու չի ասել թե երբ կգա։ Էս էլ պարոն Սրատյան։ Լավ ջան, ստերես։ Յանցի նստի։ Նոնոչկա մեծ սուրճ։ Լավ, հիմա։ Չէ, ես չեմ ուզում։ Լավ, դե գնա գործերիդ։ Նստի դավ ջան, նստի չես կանգնել։ Պապ, իմ մոտ տպավորություն է, որ դու հիշողության մասնակի կորուստ ունես։ Չէ, լավ ջան, ես ոչ մի կորուստ էլ չունեմ։ Այն օրը խոսացինք, բորբոքվեցինք, բայց հո թշնամի չենք այմար։ Չգիտեմ։ Դե քո վերջին հայտարարություններից հետո ես չգիտեմ ինչ մտածեմ։ Լավ, էլի տղեր։ Ես տենց չեմ մտածում, եթե դու տենց ես մտածում, քո պրոբլեմն է։ Չէ, ես տենց խնդիր չունեմ։ Այ ապրես դու։ Իչա անելոջիտ օֆիսն է պարզվեց, որ տանն է։ Բա ինչ կար Արգամի հետ։ Ուզում եմ ներողություն խնդրել։ Ասա տեսնեմ ինչ է ուզել քեզ տեսնի Արեգը։ Դե մամ արդեն ասացի, տեսքս դուրը չեր եկել, այդպես անհանգստացել էր։ Լավ, ամենայն դեպս ես ուրախ եմ, որ կարճ ես կապել ու ինքը հասկացել է, որ քո ապագան Դավիթի հետ է։ Մամ, արի այդ մասով ես քեզ բան չասեմ, հա։ Դու ես չէ ինձ ասում, որ ես իմ չհամակերպվելով Արեգին եմ հարվածի տակ դնելու։ Այդպես էլ կա։ Դե դրա համար էլ ես փորձում եմ Արեգին չխառնել ես ամեն ինչին։ Իսկ Դավիթի հետ Մամ, լավ էլի։ Պարզա, չես ուզում պատասխանես, փաստորեն նույն վիճակն է։ Հա ու։ Ու այն, որ ես տեսնում եմ, որ դու ոչինչ չես ուզում անել, ու չես ուզում համակերպվել քո վիճակի հետ։ Մամ, գոնե այդ կոմը նորություն չպետք է լիներ։ Մինչև երբ լույս է։ Մամ, չգիտեմ, մամ, չես հասկանում, ես ամեն օրից խոստանում եմ, որ վաղվանից լրիվ ուրիշ է լինելու, որ վաղվանից հույսերս մի կողմ եմ դնելու, բայց ես գիշերը էլի Արեգին եմ երազումս տեսնում։ Ու ես առավոտյան մի կերպ եմ Դավիթի դեմքին ժպտում։ Չգիտեմ, ես մի կերպ եմ ինձ ստիպում adekvat մնալ, որ Դավիթը ոչ մի բան չկասկածի։ Դեռ թղթեր էի դրել, նայեցիր, վերցրեցիր այդ հեռախոսամարը, զանգեցիր, խոսեցիր։ Հա, ասած զանգել եմ, ասացին մասնագետները կկապվեն։ Լավ։ Բայց ինձ թվում է դու չափից շատ ես անհանգստանում։ Դե Աստված տա տենց լինի քո ասածով, բայց ինչ ատելություններ դրա աչքերի մեջ։ Իբր երբ է բարի եղել, որ միշտ էլ է դա։
Իսկ Աշխենը երևացել է ինչ վիճակամոտները։ Ճամպրուկային վիճակը էլի։ Ժամանակ ունենաս գնա օգնի էլի աղագին բան կան տեղ անելու։ Հա, խմամ գնամ։ Իսկ են Երեք որ խոսում ենք դրա հետ կապված կարող է դու ինձ ասելու բան ունես։ Արեք դու ես զանգի։ Հա, ես եմ զանգել, բայց սրանից ավել էլ ոչ մի բան չեմ ասել։ Լավ գնացի սատ։ Հեն օրը Արգամի օֆիսում ախր հեչ սիրուն բան չստացվեց։ Բայց եթե ուզում ես ճիշտ իմանաս, ես այդ Անդրանիկի մորը հեչ չեմ սիրում։ Տո ընդհանրապես դրանց չեմ սիրում։ Անդրանիկն էլ էր իրանց պես չոր կող։ Չես հասկանում եմ Արգամի հարազատ ընկերոջ մերին է, բայց դե Սպասի։ Քո ասելով դուրս է գալիս, եթե իրանց փոխարեն ուրիշ մարդիկ լինեին, հին թաղի հարցում դու ուրիշ վերաբերմունք կունենայիր, հա? Դե որ ասեմ հասուտ կլինի, տղա ջան, այս ամեն ինչի համար բիզնես է հասկանում ես։ Կամ ես եմ շահում, կամ իրանք։ Չէ, ես այդքան էլ համաձայն չեմ։ Մեր առաջարկած տարբերակով երկու կողմն էլ շահում է։ Դո չէ, այսինքն իրանք ստանում են 75%, ես 25% ու այդ նույն բանն է, հա։ Դե նախ 25%-ը քիչ չի։ Ու հետո էլ ով ասում, որ դու միշտ պիտի ամենաշատ տոկոսներն ունենաս։ Լավ ջան, որովհետև ես միշտ առաջինն եմ եղել։ Հասկաց։ Հալա վերջը ինչի էր գնում Արգամի մոտ։ Դե ուզում եմ գնամ նա հետո խոսեմ, ես հարցին պետք է լուծում տալ, վերջը չենք կարող չէ տենց անverջ թշնամի լինել։ Բա դու ես։ Դե լավ ես արդեն գնամ մամ։ Լավ, դե նորից նույն բանը չեմ ասում, գիտես արդեն։ Հա մամ գիտեմ։ Ուղղակի ես անզոր եմ, դեռ չեմ կարողանում։ Վիկա, հիմա դու ես ամեն ինչի լուրջ ես ասում։ Հա, շատ լուրջ։ 2 օր մտածում եմ։ Վիկ, բոլորս էլ մինուսներ ունենք։ Ուրիշ բան ուզում ենք այդ մինուսները պլյուսարկենք, թե չէ։ Հա, ինչ ես մտածում այդ մասին։ Դե շատ եմ ուզում անայիս։ Ուղղակի վախենում եմ։ Ինչ ես ծիծաղում։ Ես քեզ լուրջ բան եմ ասում։ Դե որովհետև ուզում ես իրացդ մարդուն թողես, ինչա թե չես ուզում մի քանի բան քեզ մեջ փոխես։ Դե ասեցի արդեն, ուզում եմ։ Դե որ ուզում ես, մի հանձնվի։ Մենք էլ քեզ կօգնենք։ Անդադ կհիշացնենք այդ մասին։ Բայց լավ կանես այս թեմայով Արթուրի հետ է խոսես։ Բա որ այդ ամեն ինչը լսի ու ինձ էլ չսիրի։ Քո կարծիքով Արթուրը այս մասին չգիտի։ Արթուրը քեզ շատ է սիրում, Վիկ։ Ու եթե դու լուրջ հարաբերություններ ես ուզում, պետքա դու էլ հոգ տանես, ոչ թե մենակ ուզես։ Լավ, այսօր դասերից հետո անպայման կխոսես հետը, լավ։ Դե արի ուշացեմ։ Արգամ ջան, ես երբ ես արթնացել։ Ես չեմ էլ քնել։ Ձեր խոսակցությունն էի լսում։ Ու խոսքը կտուրը չգցես։ Ասա ինձ ինչ է եղել։ Բայց ինչ նկատի ունես։ Լուսեի ամուսնությունը։ Ախր Արգամ ջան, քեզ չի կարելի հիմա Երբ ես քեզ հարցրեցի, ինչ ա պատահել,
Ինչի չեն խոսում Լուսեն ու Արեգը։ Ինչ պատահեց, ինչի Լուսեն այդքան շուտ համաձայնեց ամուսնանալ։ Դու ինձ ինչ պատասխանեցիր։ Լավ, արի նստի հանգստացի, կխոս։ Դու ասեցիր, որ իրար չեն հասկացել ընդամենը, չէ՞։ Լավ, Արգամ, խնդրում եմ, հանգստացի։ Ես եմ քեզ խնդրում, հարցիս պատասխան տուր։ Ինչ ես մտածում։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Չնեղանաս, բայց շատ կտրուկ էր էս ամեն ինչը, մի տեսակ հավատս չի գալիս, իրենից չի։ Չէ դե նեղանալու բան չկա, հասկանում եմ։ Իսկ այդ կտրուկ որոշում փոխելը չի ուզում քեզ ասել, բայց իրենց տուն էի գնացել ու մեր զրույցը այդքան էլ լավ չստացվեց, կարելի ասել կռիվ արեցինք։ Ու մտածում եմ կարող է դրանից է միտքը փոխել։ Կուզեի տենց լիներ։ Ես էլ։ Չգիտեմ գնացել է պապայիդ մոտ ամեն դեպքում։ Իսկ հետո գնալու է տուն թե օֆիս չեմ կարող ասել, բայց շատ վճռական էր տրամադրված։ Ամենաշատը ես կուզեմ, որ այդ նախագիծն ընդունի։ Չէ, Դավիթ, սխալ չհասկանաս։ Ուղղակի ես այդքան չեմ անհանգստանում Սաթենի, Արեգի կամ Հինթաղի համար, ինչքան որ պապան։ Ուղղակի ինքը ցույց չի տալիս։ Այդ ընտանիքն ու այդ թաղը իր համար չեմ էլ կարող ասեմ ինչքան կարևոր են։ Գումարած այդ մեղքի զգացումը։ Մի խոսքով ես պապայի համար եմ ամենաշատ ուզում, որ այս ամեն ինչը շուտ գլուխ գա։ Ինչ մեղքի զգացում։ Լուսե։ Դե պապան, մաման ու Արամը ողջ մնացին, իսկ Սաթենի տղան Անդրանիկը իր կնոջ ու որդու հետ չկան։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Իրանք պիտի նույն մեքենայի մեջ լինեին։ Մի խոսքով Դավիթ, իմ համար շատ դժվար է այս ամեն ինչի մասին խոսելը, կներես։ Չէ, դու կներես, ես չէի պատկերացնում, որ հարցս կարող է մի բան ուտենք։ Կարելի է։ Ես հիմա իմ պատիժն եմ ստանում, իմ պատիժը, ու էլ ինչ պատիժ։ Չէ, ես հիմա կխելագարվ եմ։ Ես էլ իմ պատիժն եմ ստանում։ Լավ, դու հասկանում ես, որ ես հիմա չեմ կարող իմ աղջկա աչքերի մեջ նայել։ Հասկանում ես գոնե դա։ Այս աստիճանի ստոր արարած ոնց որ Սուրենն է, ես իմ կյանքում չեմ հանդիպել։ Այս աստիճանի ես հենց հիմա կգնամ աղջկաս ձեռքից կբռնեմ ու կբերեմ տուն։ Ուր ես գնալու Սուրենի մոտ։ Կարծում ես ներողություն ա խնդրելու քեզանից։ Մի անգամից բերանը բացելու է։ Ես թքած ունեմ, ես ավելի շուտ կխոստովանեմ։ Ո՞ր մեկը պետք է խոստովանես։ Դու պատկերացնում ես, թե Լուսեի հետ ինչ կլինի։ Այսքան զոհաբերություններից հետո հանկարծ ամեն ինչ ջրի երես դուրս գա։ Ու քեզ պատկերացնում ես։ Վիկ, էլի բան ա եղել, թե աղբորդ մասին ես մտածում։ Լավ հիշացրիր։ Հա, բայց մենք իրար հետ խոսացել ենք, ամեն ինչ նորմալ ա։ Կարան գնանք մի բան ուտենք, համել Վիկայի սիրտը կշահենք։ Հա, շատ լավ բան ես ասում, գնացինք։ Չէ, երեխեք, դուք գնացեք, ես Արտուրի հետ խոսալու բան ունեմ։ Հա, բայց չենք կարա հետո խոսանք։ Ես հիմա եմ ուզում խոսամ։ Ես ինչ-որ բան եք պայմանավորվել։ Արտուր, ոչ մի բան էլ չենք պայմանավորվել։ Արի գնանք, հետո էլի։ Դե լավ, որ ուզում ես խոսանք, գնանք։ Հաջողություն երեխեք։ Պակա երեխեք։ Պակա։ Ես ինչ էր անես։ Հետո ճանապարհին կպատմեմ։ Դե արի։
Չէ, Արեգի հետ վերջացրել ենք մեր գործերը։ Դե արի քեզ ենք սպասում։ Աշխեն քեզ ինչ եղավ։ Ինչ ասես Լևոնը։ Լևոնն ասաց, որ ինչ-որ մեկը այսօր Տոմսը հետ է տվել, դե ինքն էլ վերցրել է։ Այսօր գնում ենք։ Չես ուզում գնանք։ Չէ, ուզում եմ, ուղղակի չէի մտածի, որ այսօր Հա ինչ տարբերություն, թեկուզ վաղը։ պատրաստ չէի։ Վախացրեցիր այ մարդ, ես էլ մտածեցի ինչ-որ բան ա եղել։ Դե գնանք մեր տուն սեղան գցենք, սպասենք Լևոնին։ Չենք կարա։ Լևոնը ասաց, որ գալիս է ու գնանք։ Ոնց։ Մի րոպե, այ դրան ես էլ պատրաստ չէի։ Դե զանգենք Սաթենին։ Լավ, հիմա դու ինչ ես առաջարկում։ Ինչ անեմ։ Լուրը մեջ տեղս նստեմ, իբր ոչինչ չգիտեմ, իբր ոչինչ չեմ հասկանում, ինչա կատարվում։ Սրտիցս արյունա գնում, հասկանում ես, ես չեմ կարող այսպես։ Երեխես չի սիրում Դավիթին, չի սիրում։ Դու հիմա կարող ես ինձ անսիրտ մայր համարես, բայց ես վստահ եմ, որ Դավիթի մոտ ամեն ինչ կստացվի։ Դավիթը լավ մարդ է ու Լուսեին սիրում է, ու վստահ եմ, որ իրանց մոտ ընտանիք կստացվի։ Ոնց, եթե Լուսեն չի սիրում Դավիթին, եթե երազում անգամ Արեգ ա կանչում, ոնց։ Ժամանակ է պետք։ Լավ էլի Մարիամ, այնքան հեշտ ես խոսում։ Այդ քեզ ա թվում, գիտես։ Քեզ ա թվում, թե քեզ թվում է, եթե ես չեմ գոռում, ուրեմն ոչ մի բան չգիտեմ ու չեմ զգում։ Դու քո համար անգիտակից պարկած ես ու դա քո արդարացումն էր։ Ես քո կողքին էի ու Լուսեի կողքին էի ու այդ ամեն ինչը ես եմ պատմել Լուսեին։ Քեզ թվում է ինձ հեշտ էր։ Ես իմ երեխուն իմ ձեռքով զոհաբերել եմ։ Քեզ թվում է դա հեշտ էր։ Հետո էլ քո ու Արամի դիմաց դերասանություն էի անում։ Անգիտակից երջանիկ մայր էի խաղում։ Դա հեշտ է։ Լավ էլի Մարիամ, լավ, խնդրում եմ։ Դե ուրեմն մի ստիպի, որ ես ասեմ այս ամեն ինչը։ Ես իմ խաչը լուր տանում եմ։ Ու այն ժամանակ փոքրոքի գտնվեցի ու չկարողացա քեզ ստիպել, որ չլսես Սուրենին։ Ուր ես գնում։ Լավ չեմ, դուրս գամ մաքուր օդի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դե նայ անես, ինչ կուզես։ Ինչ-որ թեթև բան, շատ սոված չեմ։ Մեզ թեթև ինչ կառաջարկեք։ Ֆրանսիական հոտ-դոգ կարող եմ առաջարկել թևիկների հետ։ Թևիկները կարող են լինել նաև տարբեր գծության աստիճաններով։ Հա, եկեք ուրեմն մեզ 2 բաժին ֆրանսիական հոտ-դոգ տվեք ու թևիկներս տարբեր գծության աստիճանների։ 2 հատ էլ թան։ Շատ լավ։ Իսկ ձեր ուսանողական զեղչը դեռ կա։ Ահա չէ, 15%։ Ձեր պատվերը շուտով պատրաստ կլինի։ Մերսի շատ։ Այսինքն հիմա Վիկան Արտուրի հետ դրա մասին է ուզում խոսալ։ Հա։ Վայ Վիկա, տեսա ոնց զարմացրեց։ Վիկան շատ լավն է ու Արթուրին շատ է սիրում։ Արտուրն էլ Վիկային է շատ սիրում։ Պետքա տեսնել առավոտ ոնց էր անհանգստացել։ Ձեր թաները։ Մերսի շատ։ Ինձ։ Ես չեմ ուզում աշխատեմ, բայց քեզ ձեռ եմ առնում, որ չես աշխատում։ Ու համ ուզում եմ աշխատես, համ էլ ուզում եմ անընդհատ կողքս լինես։ Վերջ։ Չէ։ Հիշում ես ուզում էիր ավտո առնեիր։ Հա, ոնց չեմ հիշում։
Հիմա էլ եմ ուզում առնեմ։ Բայց ես չեմ կարողանում փող հավաքել։ Դրա համար չգիտեմ երբ կառնեմ։ Իրականում դրա մեղավորն եմ ես։ Ես չեմ թողում, որ դու փող հավաքես։ Ինչ, տենց չի։ Դե այնպես չի, որ ես չեմ ծախսում։ Բայց Ոնց եմ քեզ սիրում, Վիկ։ գիժես։ Ես այսքան բան ասացի, դու ասում ես, որ սիրում ես ինձ։ Հա, սիրում եմ։ Ու հիմա ավելի շատ եմ սիրում։ Ինչի։ Դե որովհետև դու այս ամեն ինչի մասին նստել մտածել ես։ Ու եկել ես իմ հետ խոսում ես։ Վիկ, դու իմ կյանքն ես։ Մենակ մի հարց։ Քանի դեռ Սաթենն ու Լևոնը չեն եկել, քեզ պետք է մի հատ բան հարցնեմ։ Վստահ ես, որ ուզում ես գնաս Լևոնի հետ։ Հա, որ տխրեցի դրա համար ես հարցնում։ Այդ անսպասելիությունից էր հավատա։ Լավ։ Ես շատ լավ հիշում եմ ինձ մի անգամ ասացիր, որ կյանքումդ ամենաշատը երկու բան կուզեիր։ Առաջինը, որ մամադ չմահանար ծնվելուցդ ու որ մեծ աղբեր ունենայիր։ Ես էլի հետ եմ ուզում։ Դե ուրեմն հաշվի, որ այսօրվանից մեծ աղբեր ունես, անունն էլ Արեգ։ Ուրեմն հիմա մի հատ բան ենք պայմանավորվում։ Այսօրվանից ցանկացած խնդրով, ցանկացած հարցով, եթե կզգաս, որ կարիքս ունես, զանգում ես։ Էն էլ ոնց պայմանավորվեցինք։ Դե ուրեմն մեծ եղբայր։ Իմացի, որ դու էլ փոքր քույր ունես, ով քեզ շատ է սիրում ու շատ է մտածում քո մասին։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Ու իմացի, որ եթե ինչ-որ հարց լինի, որում ես կարողանամ քեզ օգնեմ, անպայման ինձ կասես, հա։ Խոսք եմ տալիս։ Սաթ։ Ես էլ մտածում էի նորմալ մարդավար մեր տանը կհավաքվենք։ Այ ձեր ցավը տանեմ, ով է սենց հրաժեշտ տալիս։ Այդ ամենի մեղավորը ես եմ։ Ոնց եղավ, որ դու այս ամեն ինչի մասին մտածեցիր ու եկար իմ հետ խոսելու։ Անայսի մաման օգնեց։ Անայսի մաման։ Ոնց էր անունը։ Իզաբել։ Հա, ճիշտ է, հիշում եմ, որ Սիրուն անուն ունի։ Իսկ ինչով ինքը օգնեց քեզ։ Ասաց, որ աչքերս փակեմ ու պատկերացնեմ այն կյանքը, որը ուզում եմ ունենամ։ Բայց առանց քեզ։ Ու ինչ կար քո պատկերացրած կյանքում։ Ամեն ինչ։ Տուն, մեքենա, սեփական բիզնես։ Բայց դու չկայր։ Չեմ ուզում տենց կյանք, Արտուր։ Ես քեզ խոստանում եմ, Վիկ։ Մենք ամեն ինչ կունենանք՝ տուն, սեփական ավտո, սեփական բիզնես, ամեն ինչ։ Բայց դու ինձ սիրում ես, չէ՞։ Հա, բա ինչ եմ անում, Վիկ։ Ու հիմա ավելի շատ եմ սիրում։ Այսքան բանը, որ ինձ ասեցիր, ես էլ մի բան ունեմ ասելու։ Այսքան ժամանակ հեշտ փողի հետևից շատ եմ վազել։ Մտածել եմ լիքը փող ունենամ, բիզնես, որ աղջկան ուզեմ կողքս լինի։ Բայց հիմա դու կաս, Վիկա։ Ու ես հիմա ուրիշ ձև եմ մտածում։ Ես մտածում եմ, որ եթե ինչ-որ բանի պետք է հասնեմ, պետք է հասնեմ աշխատելով։ Ու գիտեմ, որ քեզանից բացի ինձ ոչ մեկ պետք չի։ Տոմսը որ վերցրել էի 2 օրից էր, իսկ ես չէի ուզում ժամանակ կորցնենք։ Հետո փոխեցինք Տոմսը, վերաձևակերպեցին ու պարզվեց, որ մի քանի ժամից թռնում ենք։ Ես մտածեցի կգնանք մեր տուն, նորմալ կնստենք։ Կնստենք, հանգիստ եղեք, կգանք անպայման կնստենք։ Լավ, բա հիմա ինչ ենք անելու։ Հիմա պետք է գնանք ձեր սեփական տուն ու Աշխանի ճամպրուկը վերցնենք, շտապ գնանք օդանավակայան։ Բա քո ճամպրուկը։ Իմը մեքենայի մեջ է։ Սա դե դու կարաս տեղ հրաժեշտ տաս, ես էլ գնամ ճամպրուկը վերցնեմ, դուրը փակեմ ու գամ։ Սոթ։ Լացել չկա, Աշխեն, չենք լացում։ Չեմ լացում։ Դե Լևոն ջան, ես գիտեմ, որ դու գիտես, բայց այնուամենայնիվ զգույշ կլինեք, եղավ։ Անպայման։ Ես մեր երեխուն լավ կնայես։ Խոստանում եմ։
կապի մեջ չենք էլի։ Ինչա կատարվում։ Բանա, այդ ուշանում եք երեխեք ջան, շուտ արեք գնացեք էլի։ Լուրջ գնացեք, մենք կսպասենք, մինչև կգաք։ Դե լավ մնացեք։ Բարի ճանապարհ։ Եկեք, ուշացան, գնացինք։ Լացկանին տար։ Թե չէ, սա ես էլ եմ դարձել։ Օֆ։ Շնորհակալ եմ։ Ո՞նց ես։ Չգիտեմ էլ ոնց եմ ինձ պահելու այսքան իմանալուց հետո չեմ պատկերացնում ոչ մի կերպ։ Լավ, ի՞նչ ա լինելու այս ամենի վերջը։ Սուրենի վթարի մասին, որ ասեցիր, դե ոստիկանի հոր։ Հա։ Մեջս ինչ-որ հույս արտնացա, որ ամեն ինչ ջրի երես դուրս կգա ու կազատվենք Սուրենից։ Բայց հետո հիշեցի, թե ոնց էր սպառնում ու այդ վերջի հույսն էլ անհայտացավ։ Սպառնալը որն է։ Պարզ աչքերից մեջ նայելով ասեց, եթե հանկարծ ինչ-որ բան բերանս բացելու եմ։ Ես գիտեմ, այս ամենին ընդամենը մի ելք կա, ուրիշ ոչինչ, մի ելք։ Ու որն է այդ ելքը։ Արի այդ մասին այս անգամ քեզ ոչինչ չասեմ, լավ, մանավանդ որ միտքը կա, բայց թե ոնց եմ իրագործելու այդ ամենը դեռ չգիտեմ։ Բայց ինչ ես անելու։ Հանգիստ եղի, Լուսեին չեմ ասի։ Հա, Լուսեին ոչ մի բան մի ասա ու ցույց չտաս հանկարծ, որ դու ինչ-որ բան գիտես։ Լավ, այդպես էլ կանեմ։ Հա, բայց ինչ ես մտածել անել։ Լավ էլի, հետո անպայման կասեմ ու ընդհանրապես արի այս թեմայով էլ չխոսենք։ Շնորհակալ եմ։ Իմ հեռախոսկա։ Հա, հյուրասենյակում ավերեմ։ Չէ, ես կվերցնեմ։ Հա, Օլյա։ Իմ տանը ինչ կա։ Հա, Օլ, ես գիտեմ, որ դու տունդ վաճառել ես ու մեկնում ես։ Ես քեզ բարի ճանապարհ եմ մաղթում։ Ու ուզում եմ, որ երջանիկ լինես։ Չէ, Օլյա, ես նորից եմ քեզ ասում, որ անկախ նրանից Լուսեն իմ կյանքում կլինի թե չէ, միևնույնն է, մենք չենք ամուսնանալու։ Ես քեզ բարի թռիչք եմ մաղթում ու փափուկ վայրեջք։ Երջանիկ եղի, Օլյա։ Ու ես էլ երջանիկ կլինեմ, խոստանում եմ։ Հաշտվեցի Դավիթի։ Հա, հանգստացի, տնաշեն ոնց որ դավոյ մերելն ես։ Մայրը չեմ, բայց ինքը իմ աղջկա եղբայրն է։ Վախ։ Մատ լրջացի, հա։
Համար լուրջ եմ լուրջ, լավ գնամ այդ ցնցուղ ընդունեմ կամ աղջիկը չի ուշանում։ Խոսել եմ մի ժամից կլինի տանը ամենաուշը։ Սուրեն, 1000 գործ կա, դու ավելի լավ ասելիք տաս։ Լավ չես ասում մի ասա։ Եկել եմ հին թաղի նախագիծը քննարկենք։ Չէ, Եթե երեխեն հիվանդ չլիներ, Արամը, Արգամենք էլ իրանց հետ կլինեին այդ մեքենայի մեջ, բայց դե դեպքում ինչքան կլիներ իրանց ողջ մնալու հավանականությունը, չգիտեմ։ երդվում եմ ինչքան քիչ տեսնեմ այդ Սուրենին, երևի այնքան լավ։ Հենց հանդիպում եմ Արյունը գլխով սա տալիս